Երբ ես վերջին անգամ անկեղծ աղոթել, ոչ թե կրոնական կամ ձևական կամ պարտադրված, այլ սրտանց աղոթել։ Իսկ այդ պահին հավատում ես, որ ոչ միայն Աստված է քեզ լսում, այլ աղոթքի ժամանակ ուղեղիդ կառուցվածքն է փոխում։ Եվ մենք խոսենք այդ մասին հենց այս ոդքասթի ընթացքում։ Ուրեմն արի խոսենք աղոթքի ազդեցության մասին քո ուղեղի, սրտի եւ հոգու վրա։ Բայց նախքան շարունակելը մի ավանդական խնդրանք, քանի որ այս վերջերս շատերն են գրում այն մասին, որ նման տեսանյութերը մեծ օգտակարություն ունեն, դա նշանակում է, որ նաև տարածում ունեն, որովհետև մարդիկ սեղմում են լայքի կոճակը, որպեսզի YouTube-ի ալգորիթմը այս տեսանյութերը ավելի մեծ լսարանի համար հասանելի դարձնի, եւ այդ ամենը ձեր շնորհիվ։ Ուրեմն նորից ուզում եմ հիշեցնել, եթե այս նյութերը իսկապես օգտակար են ձեզ համար, չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին, սեղմել լայքի կոճակը եւ ձեր մեկնաբանություններով ակտիվ լինել։ Ես խոստանում եմ կարդալ բոլոր մեկնաբանությունները եւ հնարավորության դեպքում արձագանքել դրանց։ Շնորհակալություն համագործակցության համար։ Իսկ հիմա շարունակենք։ Ես ունեմ բժիշկ ընկերներ, որոնք փաստում են, որ աղոթող մարդկանց մոտ առողջական վիճակը ավելի կայուն է, քան չաղոթողների մոտ։ Օրինակ, նրանց արյան ճնշման մակարդակը ավելի կայուն է, սրտի աշխատանքը ավելի կայուն է, սթրեսի հորմոնի կորտիզոլի մակարդակը ավելի ցածր է եւ հետեւաբար նման պացիենտները ավելի հանդարտ են արձագանքում ցավին եւ ավելի արագ են վերականգնվում։ Ինչու են մարդիկ ընդհանրապես աղոթում։ Այսօր 21-րդ դարում, երբ աշխարհը գրեթե ամբողջովին թվայնացված է, երբ գիտությունը այդքան զարգացած է, տակավին աղոթքը շարունակում է մնալ թիվ 1 բուժման միջոցը շատերի համար։ Գելափի տվյալներով Ամերիկայի չափահաս բնակչության 58%-ը աղոթում է եկեղեցական ծառայություններից դուրս, այսինքն աղոթում է նաև տանը։ Իսկ ամերիկացիների 61%-ը ընդհանրապես աղոթում է, այսինքն ունեն աղոթքի պրակտիկա։ Կարող է լինել շաբաթական 1 անգամ կամ ամեն օր, բայց գոնե ունեն նման պրակտիկա։ Իսկ այլ ազգերի մոտ կարելի է հանդիպել աղոթքի ակտիվության ավելի բարձր ցուցանիշ։ Այսինքն շատերի համար, նույնիսկ այս թվայնացման դարում, աղոթքը շարունակում է մնալ սթրեսի կառավարման մի հետաքրքիր գործիք, կորստյան եւ սուգի մեջ մխիթարության մի կարևոր միջոց։ Աստվածաշունչը բնականաբար շատ է խոսում աղոթքի մասին, թերևս աղոթքը ամենաառանցքային թեմաներից մեկն է Աստվածաշնչում։ Այ օրինակ Մատթեոս ավետարանի 6-րդ գլխում Տեր Հիսուսը շատ կարևոր ուսուցում է մեզ փոխանցում եւ գաղտնիքներ է հայտնում աղոթքի, ճիշտ աղոթքի մասին։ Օրինակ 6-րդ գլխի 6-րդ խոսքում նա հետեւյալն ասաց. «Երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռդ եւ ծածուկ աղոթիր քո հորը, եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ»։ Մենք քիչ անց ավելի մանրամասն կանդրադառնանք այս խոսքին։ Իսկ հիմա եկեք խոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում մարդու ուղեղում, երբ նա աղոթում է։ Մենք ունենք գիտական հստակ փաստեր, եւ այս մասին խոսում է թե բժշկությունը, թե նեյրոգիտությունը եւ թե աղոթողները։ Նեյրոգիտնական Էնդրյու Նյուբերգը հատուկ մասնագիտական սկաներներով ուսումնասիրել եւ նկարել է աղոթող քրիստոնյաների ուղեղը հենց աղոթքի ժամին։ Եվ նա հետևյալ բացահայտումն է արել. աղոթքի ժամանակ աճում է ակտիվությունը նախաճակատային կեղևում, որը պատասխանատու է ուշադրության, կենտրոնացման եւ պլանավորման համար։ Աղոթքի ժամանակ ավելանում է ակտիվությունը լեզվական կենտրոններում, հատկապես երբ աղոթքը ոչ թե պարզապես լուռ ժամանակ անցկացնել է, այլ խոսակցական միջոց Աստծո հետ։ Այսինքն, երբ դու կենտրոնացած աղոթում ես եւ ոչ թե մեխանիկական բառեր կրկնում կամ անգիր բառեր ասում եւ զրուցում ես Աստծո հետ, այդ ժամանակ քո ուղեղը մարզվում է ավելի լավ կենտրոնանալու համար։ Կառավարում է ավտոմատ եւ հիստերիկ արձագանքները, այսինքն ուղեղը դառնում է կառավարելի, բայց կառավարելի արդեն քո կողմից եւ ոչ թե արձագանքների կողմից։ Աղոթքի ժամանակ մարդու ուղեղը դառնում է սթափ
եւ շատ թափ է վերլուծում իրավիճակները, հանգամանքները, մարտարավերները, դժվարությունները եւ խոճապի չի մատնվում։ Մյուս կողմում կա նաեւ սթրեսի համակարգի նվազում աղոթքի ժամանակ։ Հարվարդի համալսարանից բժիշկ Հերբերտ Բենսոնը նկարագրել է այն, ինչ անվանել է թուլացման կամ հանդարտեցման պատասխան կամ relaxation response։ Նա ցույց տվեց, որ անգամ կարճ, բայց խորը աղոթքը կամ խոկումը, խորհրդածումը դանդաղեցնում է շնչառությունը, նվազեցնում է արյան ճնշումը, հանգստացնում է մկանային լարվածությունը եւ ակտիվացնում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը, այսինքն մարմինը դնում է հանգիստ ռեժիմի վրա։ Եվ դա այն է, ինչ շատ հավատացյալներ խոստովանում են պարզ բառերով։ Ես շատ եմ լսել, երբ մարդիկ ասում են, երբ աղոթեցի, սիրտս հանգստացավ, կարծես մի ծանր բեռ ինձանից հեռացավ, շունչս տեղն ընկավ։ Հնարավոր է այդ պահին իրավիճակները չփոխվեն, հնարավոր է, որ հանգամանքները նույնը մնան, բայց աղոթողն է փոխվում, իր ներսն է փոխվում եւ իր հայացքն ու արձագանքն է փոխվում մարտարավերների հանդեպ։ Գիտական լեզվով ասած, սա նշանակում է նույն իրականության մեջ եւ խնդիրների հանդեպ դու այլ նեյրոնային ցանցերով ես արձագանքում։ Ինչ ազդեցություն ունի աղոթքը հոգեկան առողջության համար եւ դեպրեսիայի ժամանակ։ Հարյուրավոր հետազոտություններ են արվել կրոնի, հոգեվոր կյանքի եւ հոգեկան առողջության կապի մասին։ Մեկը, ով տարիներ շարունակ համակարգել է այդ տվյալները, հոգեբույժ Հերոլդ Քյոնինգն է, Դյուկի համալսարանից։ Նրա եւ իր գործընկերների մեծ վերանայումներից մեկի մեջ, որը ներառում էր ավելի քան 1 դարի ընթացքում արված հետազոտությունները, ցույց տվեցին, որ ավելի բարձր հոգեվոր ներգրավվածությունը կապված է ավելի բարձր կյանքի բավարարվածության, ավելի մեծ երջանկության, ավելի քիչ դեպրեսիայի, ավելի քիչ ինքնասպանության մտքերի եւ փորձերի, ավելի քիչ ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահման հետ։ Ահա տեսեք, թե որքան ներգործուն է, որքան արդյունավետ է, որքան առողջարար է աղոթքը մարդու հոգեկան եւ հոգեվոր կյանքի համար։ Եվ այս հետազոտությունները կարճատև հետազոտություններ չեն, շուրջ 100 տարի է տևել, երբ որ բժիշկները եւ գիտնականները տարբեր տարիքի եւ սերունդների կարողացել են միմյանց փոխանցել այս ուսումնասիրությունների տվյալները։ Ուրեմն սրանք ապացուցված փաստեր են, գիտական փաստեր։ Այս առումով Հակոբոս Առաքյալը իր ուղերձի 5-րդ գլխի 16-րդ խոսքում հետևյալը գրեց. «Միմյանց համար աղոթեք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում»։ Ահա այս ներգործել բառը ոչ միայն հոգևոր նշանակություն ունի, այլև բժշկական, նյարդաբանական, իրական նշանակություն ունի։ Ուրեմն աղոթքը ներգործում է, աղոթքը ազդում է, աղոթքը արդյունք է առաջացնում։ Ապացուցված է, որ հավատքը եւ աղոթքը պաշտպանիչ շերտ են մարդու համար սթրեսի, դեպրեսիայի, կյանքի դժվարությունների եւ սուգի ժամանակ։ Աղոթքն անգամ օգնում է մարդուն միայնակության մեջ, երբ մարդ իրեն մենակ է զգում։ Հոգեբանորեն սա բացատրվում է մի քանի ուղիով։ Աղոթքը մարդուն զգացնել է տալիս, որ ինքը միայնակ չէ։ Հիշում եք, Տեր Հիսուսը երբ մեզ աղոթել էր սովորացնում, իր աղոթքի առաջի կետը հետևյալն էր. Հայր մեր։ Հետևաբար երկու բառն էլ մեզ հուշում է, որ մենք միայնակ չենք այս աշխարհի վրա։ Մենք լքված չենք եւ մերժված չենք, մենք ունենք հայր ու աղոթում ենք, եւ այդ հայրը մեր հայրն է։ Հետևաբար ես այս առումով մենակ չեմ, երկու ուղղությամբ մենակ չեմ։ Ունեմ հայր երկնքում եւ ունեմ եղբայրներ եւ քույրեր երկրի վրա, որոնք նույն հորն են աղոթում եւ հավատում, որոնք նույն Աստծուն հայր են դավանում։ Աղոթքը նաեւ տալիս է իմաստ եւ պատմություն մեր տառապանքներին։ Ինչ է սա։ Այսինքն, երբ որ մենք մեր տառապանքներն ու ցավերը բերում ենք Աստծո ներկայության մեջ եւ ստանում մխիթարություն, մենք ձեռք ենք բերում կարևոր վկայություն։ Մեր տառապանքն ու ցավը վերաիմաստավորվում է աղոթքի միջոցով։ Մենք գիտենք այդ ժամանակ ուր գնալ, ում հետ կիսվել, ում մոտ թեթևանալ։ Աղոթքը նաև թույլ է տալիս չկուտակել ցավը ներսում, այլ արտահայտել, դուրս թափել, չպահել քո ներսում։
Աղոթքը նաև ակտիվացնում է մարդու շնորհակալական, հույսի եւ լավատեսության զգացումները, որոնք ճնշում են հուսահատության եւ մեղավորության զգացումները, որոնք իմիջիալոց մահացու են։ Սաղմոսները հենց այս հոգևոր եւ հոգեբանական դինամիկան են նկարագրում։ Օրինակ Սաղմոս 2-ներից մեկը Դավիթը հետևյալն է գրում. Ես դիմեցի Տիրոջը, եւ նա պատասխան տվեց ինձ, եւ իմ ամեն սարսափից ազատեց։ Ահա վախից ազատվելու հրաշալի մի օրինակ եւ վկայություն։ Ես դիմեցի Տիրոջը, ես աղաղակեցի, աղոթեցի Տիրոջը, եւ նա ինձ իմ բոլոր վախերից ազատեց։ Հիմա եկեք անդրադառնանք Հիսուսի ներքին սենյակին։ Ինչ էր խորհրդանշում այդ խորհուրդը։ Ինչ էր ուզում Հիսուսն ասել Մատթեոս ավետարան 6:6-ում, որ աղոթք անելիս մտիր քո սենյակը, դուռը քո հետևից փակիր եւ ծածուկ տեղը աղոթիր քո հորը, որը հայտնապես քեզ կհատուցի։ Այստեղ Հիսուսը տալիս է ոչ միայն հոգևոր եւ աստվածաբանական խորհուրդ, այլ նաեւ հոգեբանական կարևոր արժեք ներկայացնող մի խորհուրդ։ Առաջին, մտիր քո ներքին սենյակը, այսինքն առանձնացիր սոցիալական աղմուկից, հեռու գնա, մեկուսացիր մի պահ։ Սա նվազեցնում է սոցիալական ճնշումը մարդու վրայից, ազդեցությունը բացասական մարդու կյանքից։ Մարդը կարծես առանձնանում է այս աշխարհի հոսքից եւ առանձնացնում է իրեն Աստծո համար։ Երկրորդ, Տեր Հիսուսն ասաց դուռը քո հետևից փակիր, այսինքն անհասանելի դարձիր այս աշխարհի լրահոսի համար, անջատիր քո հեռախոսը, անջատիր բոլոր ծանուցումները, անհասանելի դարձիր վախերի համար եւ հասանելի դարձիր Աստծո համար։ Դուռը քո հետևից փակիր։ Երրորդ, աղոթիր քո հորը։ Նա տեսնում է, նա լսում է եւ նա մեր հայրն է։ Հետևաբար աղոթքը դա պարզապես կրոնական, հոգեբանական, ինչ որ ներշնչանք չէ։ Դա պարզ զրույց է քո երկնային հոր հետ։ Դա անկեղծ զրույց է Աստծո հետ։ Տեսեք, թե Պողոս առաքյալը ինչ խորհուրդ եւ խրատ է մեզ տալիս, սա անգին խորհուրդ է։ Ֆիլիպեցիներին 4:6 խոսքում նա ասում է. Ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Տեսեք, այստեղ կա եւ հորդոր, եւ խրատ, եւ խոստում։ Ոչինչի համար մի մտահոգվեք։ Առաջինը մի բան է, որ չպետք է անենք։ Ապա ինչ պետք է անենք։ Եթե չմտահոգվենք, ինչ անենք։ Մարդ չի կարող պարզապես չմտահոգվել եւ պարապ նստել։ Եվ ասում է Աստվածաշունչը շատ գործնական, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Ուրեմն դա պարզապես Աստծոց մի բան խնդրել չի, պահանջել չի, այլ նաեւ քո խնդրանքները գոհությամբ Աստծուն ներկայացնելն է։ Մենք ոչ միայն խնդրում ենք, մենք նաև շնորհակալություն ենք հայտնում նրան, կիսվում ենք նրա հետ, եւ երբ որ դա անում ենք, խոստումը ասում է հետեւյալը, եւ արդյունքը չի ուշանա։ Այդ ժամանակ Աստծո խաղաղությունը, պատկերացնում եք որքան թանկ հասկացություն է սա, Աստծո խաղաղություն, սա մարդկային խաղաղություն չէ, սա մի խաղաղություն է, որ չի գալիս մարդուց, հոգեբանական հնարքներից, դեղերից, ինքնաներշնչանքից, սա գալիս է Աստծուց, սա բժշկարար է, սա մնայուն է, սա ապաքինող եւ վերականգնող խաղաղություն է։ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Սրտերն ու մտքերը, այսինքն մեր հույզերը եւ մեր մտքերը կմնան կայուն, կպահպանվեն Աստծո ներկայության մեջ։ Մենք պանիկայի չենք ենթարկվի, մենք չենք տարակուսի, մենք չենք խուճապի մատնվի, այլ մեր կյանքում կգա ներդաշնակություն, խաղաղություն Աստծո հետ։ Սա իրականում սթրեսի կառավարման ֆորմուլա է, որն այսօր արդեն հաստատվել է նեյրոգիտությամբ եւ հոգեբանությամբ։ Հիմա ինչպես կառուցել այս ներքին սենյակը, ինչպես
ձեռք բերել աղոթելու սովորություն։ Ավետարաններից մեկում ասված է, որ Տեր Հիսուս Քրիստոսը առավոտ կանուխ իր սովորության համաձայն գնաց աղոթք կանելու։ Ուրեմն աղոթքը Հիսուսի սովորության մեջ էր մտնում, կարևոր սովորության մեջ էր մտնում, օգտակար սովորության։ Կարևոր է, որ ամեն քրիստոնյա իր կյանքում ունենա աղոթքի սովորության պրակտիկան եւ օրվա սկզբից եւ հետ 10 րոպե առանձնանա Աստծո հետ։ Իհարկե, շատ ավելի կարևոր է ավելի երկար աղոթելը, ավելի Աստծո հետ երկար ժամանակ անցկացնելը, բայց գոնե 10 րոպե, 15 րոպեանոց աղոթքի պրակտիկա յուրաքանչյուր քրիստոնյան պետք է ունենա իր կյանքի մեջ։ Եվ դու կարող ես մտնել քո սենյակը, եթե սենյակ չունես, պարզապես կարող ես առանձնանալ մի ամայի մեկուսի վայր գտնել եւ թեկուզ մտքով առանձնանալ Աստծո հետ։ Իհարկե շատ կարեւոր է նաեւ բերանացի արտաբերես խոսքեր, որոնք կարող ես եւ դու լսես նաեւ եւ քո ուղեղը լսի այդ խոսքերը։ Կարող ես պարզապես հանդարտվել, հանգստանալ, չջղագրգռվել, կրոնական կերպարի մեջ չմտնել, չլարվել, այլ Աստծո ներկայության մեջ հանգստանալ։ Եվ առաջի բառը մեր կարևոր աղոթքի հենց հայրն է, հայր մեր, որքան թանկ բառ է, որքան կարևոր բառակապակցություն է սա։ Մենք գիտենք ում ենք աղոթում, նա մեր հայրն է, մեր երկնային հայրն է, եւ հենց այս բառից արդեն մենք լիցքաթափվում ենք, հեռանում է ամեն տեսակ կրոնական նախապաշարում, հայր բառը անձնական բառ է եւ տալիս է մեզ որոշակի ապահովություն, ջերմություն, քաղցրություն։ Օրինակ ինձ համար շատ կարևոր է աղոթելուց առաջ կարդալը, որովհետև երբ որ ես կարդում եմ Աստվածաշունչ, ես ոգեշնչվում եմ, ես լիցքավորվում եմ, իմ հոգին եւ միտքը կարծես օծվում է Աստծո խոսքով։ Հատկապես սաղմոսները ընթերցելը շատ օգտակար է, հարստացնում է մեր աղոթքի բառապաշարը։ Ոմանք կարդում են նաեւ նարեկացու աղոթքները, որպես իրենց աղոթքի կարևոր մի պրակտիկա, դրանք դարձնելով իրենց սեփական աղոթքները։ Նեյրոգիտական տեսանկյունից սա կենտրոնացնում է ուղեղի նախաճակատային կեղևի աշխատանքը, թուլացնում է սթրեսային ոլորապտույտը եւ ակտիվացնում թուլացման կամ հանդարտացման պատասխանը։ Իսկ հոգեվոր առումով դու հենց օրվա սկզբից քո ղեկը հանձնում ես քո հոր ձեռքերի մեջ, քո օրվա կառավարումը հանձնում ես Աստծուն եւ վստահում ես նրան, որ ամեն բան նրա հսկողության ներքո պետք է լինի։ Բացի առավոտյան քո աղոթքի պրակտիկայից, դու կարող ես օրվա ընթացքում ունենալ կարճ միկրո աղոթքներ։ Օրինակ, Տեր ինձ հետ եղիր, Տեր օգնիր ինձ, Տեր փրկիր ինձ, Տեր առաջնորդիր ինձ։ Նման կարճ աղոթքները հանդարտեցնում են մեր հույզերը եւ բալանսավորման են բերում դրանք։ Մեզ տալիս են վստահություն, ուղեղին տալիս են կարճատև վերագործարկման հնարավորություն, խափանելով ավտոմատ սթրեսային ռեժիմը։ Եվ վերջիվերջո այդ կարճ աղոթներով դու քեզ քո մտքին եւ քո հոգուն հիշեցնում ես, որ ես մենակ չեմ, Աստված ինձ հետ է, որ ես կանցնեմ այս փորձության միջով։ Վերջիվերջո հիշում եք, Տեր Հիսուսն ասաց. աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հետևաբար աղոթքի բացակայություն անմիջական կապ ունի փորձության հետ եւ երբ որ մենք հայտնվենք փորձության մեջ առանց աղոթելու, մենք կարող ենք տապալվել, պարտվել, բայց երբ որ մենք աղոթքով ենք մտնում փորձության մեջ, մենք դիմակայուն ենք դառնում, մենք ունենք ներքին դիմադրություն բոլոր մարտարավերների համար։ Հետևաբար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք, նաև նշանակում է, որ աղոթքը կարող է մեզ ազատել փորձությունից։ Դա չի նշանակում, որ փորձության միջով չենք անցնի, բայց փորձության մեջ չենք ընկնի, չենք խրվի այդ փորձության մեջ։ Իսկ երեկոյան, երբ պառկում ես քնելու, շատ կարևոր է, որ քո ուղեղը հանգստացնես հենց աղոթքով եւ քո հույզերը հանդարտեցնես աղոթքով։ Հիշիր 3 կարևոր իրավիճակ, որի համար կուզենաս Աստծուն շնորհակալ լինես։ Գուցե պետք է շնորհակալություն հայտնես, որ ապրում ես, որ շնչում ես, որ առողջ ես, կամ էլ ինչ որ փորձանքից է Աստված քեզ ազատել այդ օրվա ընթացքում։ Հիշիր մի դրվագ, որտեղ դու տեսել ես նրա ներգրավվածությունը, միջամտությունը, կամ էլ ասա մի բան, որի համար կուզենաս ապաշխարել եւ փոխել քո վերաբերմունքը։ Ուրեմն այս պրակտիկան մեզ օգնում է, որպեսզի մեր հույզերը լիցքաթափվեն ամեն բացասականությունից եւ լիցքավորվեն Աստծո ներկայությամբ։
Հոգեբանորեն սա վերաուղղում է հիշողության ուշադրությունը պարզապես միայն ցավից դեպի շնորհք, նվազեցնում է գիշերային անհանգստությունը եւ օգնում է, որ ուղեղը քնի գնա ոչ թե վախի, այլ անվտանգության, ապահովության վիճակում։ Եվ հոգևոր տեսանկյունից սա պարզապես օրը ճիշտ ձևով ավարտելու մի վիճակ է, երբ որ օրդ ամփոփում ես Աստծով եւ շնորհակալություն ես հայտնում նրա բոլոր բարերարությունների համար, եւ թեպետ այո, կան մարտարավերներ, կան անավարտ գործեր, բայց միևնույն է, դու կաս, դու շնչում ես, դու կենթանի ես, Աստված քեզ հետ է եւ այդ մտքով դու պարկում ես քնելու։ Հավատացնում եմ ձեզ, որ սա մեծ օգուտ է ոչ միայն ձեր ուղեղի եւ նյարդային համակարգի համար, այլև սա մեծ հոգևոր ներդրում է եւ շինություն է ձեր հոգու համար։ Եվ բարենպաստ պայման է ստեղծում ձեր որակյալ քնի համար եւ առավոտյան դրական արթնացման համար։ Հիմա եկեք ազնիվ լինենք։ Աղոթքը կախարդական փայտիկ չէ կամ մոգական ինչ-որ մի միջոց չէ, որ ես ինչ-որ մի բառերի հերթականություն կրկնեմ, կրոնական մի ծես կատարեմ եւ ինչ-որ մի ձևով մի հրաշք կկատարվի։ Մի կախարդանք։ Աղոթքը Աստծո հետ հաղորդակցման ամենահրաշալի միջոցն է։ Այնուամենայնիվ, աղոթել չի նշանակում, որ մեր բոլոր հիվանդությունները այդ պահին պիտի բուժվեն, մեր բոլոր ֆինանսական խնդիրները պիտի լուծվեն, կամ էլ որ աղոթքից հետո մեր հարաբերությունները պետք է իդեալական դառնան։ Մայր Թերեզան ասում է, որ կար ժամանակ ես մտածում էի, թե աղոթքը փոխում է դրությունը, իրավիճակը, բայց հետո հասկացա, որ աղոթքը կամ աղոթքի ժամանակ Աստված ինձ է փոխում, որ ես փոխեմ դրությունը կամ իրավիճակը։ Հետազոտությունները եւ հազարավոր իրական պատմությունները մի բան հաստատ են ասում։ Աղոթող մարդը այլ կերպ է անցնում նույն վշտի, նույն ցավի, նույն փորձության միջով, քան չաղոթողը։ Հետևաբար, աղոթքի ժամանակ քո ուղեղը ավելի հանգիստ ռեժիմում է գտնվում, սիրտդ ավելի վստահ դիրքում է, ավելի հույսով լեցուն, իսկ հոգիդ ավելի կապված է լինում իր արարչի Աստծո հետ։ Եվ հենց այստեղ է Հիսուսի խոստման իրականացումը, երբ որ նա ասաց, որ քո հայրը, որ տեսնում է ծածուկ տեղը քեզ աղոթելիս, հայտնապես քեզ կհատուցի։ Ուրեմն աղոթքը անխուսափելիորեն մեզ բերում է հատուցման, պարգևատրման Աստծո կողմից, եւ այդ հատուցումն ու պարգևատրումը լինելու է հայտնապես։ Այս հատուցումը երբեմն կարող է լինել բժշկվելու տեսքով, ֆինանսական հարցերի լուծմամբ, հարաբերությունների շտկմամբ, կարող է լինել ինչ-որ մի նոր հնարավորությամբ, մի նոր աշխատանքով եւ նոր օրհնության տեսքով, բայց այնուամենայնիվ, ինչ էլ որ փոխվի աղոթքի միջոցով, ամենակարևորը այն է, որ մենք փոխվենք ներքուստ, ներսից, մեր էությունը փոխվի, որովհետև մեր դուրսը շատ հեշտությամբ կարող է փոխվել, մեր հանգամանքները կարող են փոխվել, բայց ցավն այն է, որ շատերը մնում են նույնը։ Իսկ Աստված ուզում է, որ աղոթքի միջոցով ոչ միայն քո դուրսը փոխվի, այլ հատկապես քո ներսը, քո մտածողությունը, քո հույզերը, քո արձագանքը եւ քո վերաբերմունքը։ Ուրեմն, եթե այս տեսանյութը եւ նման տեսանյութերը այս ալիքում քեզ համար օգտակար են, նորից ուզում եմ հիշեցնել, չմոռանաս բաժանորդագրվել այս ալիքին, որպեսզի մենք կապը չկորցնենք, չմոռանաս դնել լայքի նշանը եւ քո մեկնաբանությամբ ակտիվ լինել։ Եթե դու ունես քո սեփական վկայությունը, թե աղոթքի միջոցով ինչ հրաշքներ են եղել քո կյանքում, կարող ես անձամբ գրել, կիսվել քո վկայության մեկնաբանության պատուհանում, թերևս ինչ որ մեկի համար դա չափազանց կարևոր վկայություն լինի։ Շնորհակալ եմ ակտիվության համար, Աստված օգնական բոլորիս։ Իսկ հիմա աղոթենք։ Սիրելի երկնային Հայր, քո առաջ եմ գալիս ոչ թե կրոնական կերպարանքով, ոչ թե կեղծ իրականությամբ, այլ ազնիվ եւ անկեղծ սրտով։ Քո առաջ եմ բերում իմ բոլոր ցավերը, վշտերը, վախերը, հոգսերը եւ կիսվում եմ քեզ հետ հավատքով եւ շնորհակալությամբ, որ դու լսում ես ինձ եւ կհատուցես ինձ։ Շնորհակալ եմ, որ դու միշտ հասանելի ես ինձ,
որ երբ որ ես մտնում եմ իմ աղոթքի ներքին սենյակը եւ դուռը փակում եմ իմ ետևից, երկնքի դուռը բացվում է իմ գլխավերևում։ Երբ որ ես իմ ականջները փակում եմ այս աշխարհի աղմուկի համար, քո ականջները բացվում են իմ աղաղակի համար։ Շնորհակալ եմ, որ դու զգայուն ես իմ բոլոր ցավերի հանդեպ։ Դու ոչ միայն լսում ես իմ բառերը եւ ուշադրություն ես դարձնում իմ խոսքերին, դու նաեւ զգում ես իմ բոլոր հույզերը, ցավերը եւ վշտերը, եւ զգացնել ես տալիս ինձ նաեւ քո մխիթարությունը եւ ուրախությունը։ Շնորհակալ եմ, բարի Հայր, որ քո որդու միջոցով բժշկում ես իմ բոլոր վերքերը եւ վշտերը։ Շնորհակալ եմ, որ քո Սուրբ Հոգով մխիթարում ես ինձ եւ սովորեցնում ես ինձ ամենակարևոր հոգեվոր պրակտիկան՝ աղոթքը։ Շնորհակալ եմ, որ քո խոսքն էլ ինձ ուժ է տալիս եւ ավելի է մոտեցնում ինձ քեզ աղոթքի միջոցով։ Ուրեմն սովորեցրու ինձ աղոթելու գաղտնիքը, սովորեցրու ինձ աղոթելու շնորհը եւ տուր ինձ աղոթքի կյանք եւ խոնարհ սիրտ մնալու այդ կյանքի մեջ։ Եվ ես աղոթեցի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։